Այս Էրասմուսի մոտ է գտնվում նաև մի շատ կարևոր հուշարձան կապված հայրենական պատերազմի հետ։ Հիմա կմոտենանք հուշարձանին ու այստեղից նաև սկսվում է դրոշների պուրակը, որ ձգվում է մինչև վերջ։ Գնում ենք փնտրելու Հայաստանի դրոշը։ Այստեղից արդեն հուշարձան է երևում, հա։ Սա գտա մեր սիրունին։ Ու հետաքրքիր է, հենց սկզբնամասում է հուշարձանի, հենց այս դրոշներն են նարնջագույն ու 1, 2, 3, 4, 5, 6, 7-րդ դրոշը մեր դրոշն է, պատվավոր տեղում է, մնացածը այսպես ձգվում են։ 1940-ից 45 թվականի պատերազմին է նվիրված համաշխարհային։ Ուրեմն այս արձանը նվիրված է այն մարդկանց, ովքեր 1939-ից 1945 թվականներին առևտրային նավերով անցել են, ընդհանուր թվով 3500 հոգի առևտրային նավերով գնացողները, աշխատողները կարելի ասել մահացել են այդ տարիների ընթացքում։ Ու այս հուշարձանը համարվում է Ռոտերդամի սիմվոլիկ խորհրդանշական հուշարձաններից մեկը։ Ու արձանը խորհրդանշական է նրանով, որ չնայած պատերազմի տարիներին առևտրային նավերը չեն դադարեցնում իրենց գործունեությունը։ Երևի զգում է, որ հայ է մոտեցել։ Մի փոքր մասնի կլինի այստեղ, չգիտեմ ինչ զգացողություն է, երևի բոլորն ունեն այս զգացողությունը, երբ որ հայրենիքից դուրս դրոշը տեսնում են։ Ահա այսպիսին է կյանքը, նոր մաս գետի այս ափին այսենց աշխույժ, հատկապես եթե լավ եղանակ է, բոլորը այսպես այս շենքերում աշխատողները հիմնականում դուրս են գալիս, այստեղ նստում, ընդմիջում անում իրենց ափսեներով։ Նայեք դեռ որտեղ է շարունակվում դրոշները, ողջ գետի երկայնքով այս կողմից, Էրասմուս կամուրջից մինչև Կարմիր կամուրջը։ Կարմիր կամուրջի անունն էլ Վիլեմսբրուխ է, թագավոր Վիլեմի անունով, Վիլեմի կամուրջ էլի, բառացի թարգմանենք։ Այստեղից տուրիստներին այս նավերով տանում են, որպեսզի շրջեն, գնան, տեսնեն աշխարհի ամենամեծ նավահանգիստը, այս նավերով են տուրիստական գնում շրջում։ Այսպես ավարտվում է դրոշների պուրակը, հենց այստեղ, հենց այս սպիտակ շենքի մոտ, Ջեկի Չանի շենքի մոտ։ Շենքը նայեք այս հատվածից, հեսա կգնանք դիմացից էլ ցույց կտամ։ Սել Կարմիր կամուրջը նայեք ինչ սիրուն է։ Շենքի դիմացի հատվածն է։
այս վերևի հատվածից Ջեկի Չանը առանց որևէ անվտանգության, որևիցե պարանների օգնության ֆիլմի ժամանակ իջնում է վերևից։ Եվ ասում են իր թռիչքը նվիրել է իր ուսուցչին, ով մահացել է ֆիլմի նկարահանումներից առաջ։ Ֆիլմը հիմնականում նկարահանվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում և որոշ չափով տեսարաններ Ռոտերդամի տարբեր մասերում։ Այս շենքերից կան հաստատ հատվածներ, եթե նայեք, նորից կտեսնեք։ Պես վերևից եկանք, հասանք բլակ, այս հատվածն է, բլակը, որ երևում է, այդտեղ էլ է ֆիլմից որոշ հատվածներ նկարահանվել, այնտեղ կուբիկ տներն են արդեն տեսել եք, ֆիլմից որոշ տեսարաններ, կարծեմ ավելի ճիշտ վերջի տեսարանը հենց Էրասմուս կամրջի վրա է տեղի ունենում, որին մասնակցում են նաև Նիդերլանդների ջրային հետախուզների կորպուսի անդամները։ Էրասմուս կամուրջը Նիդերլանդներում ամենամեծ կամուրջն է և այն կրում է Էրասմուս անունը ի պատիվ հայտնի փիլիսոփա աստվածաբան Դեզիդերիոս Էրասմուսի պատվին։ Հռետոր է եղել նա նաև և ծնվել է հենց Ռոտերդամում։ Մի բան, որ անվերջ կարելի է նայել ու չհոգնել ջրից։ Ինձ թվում է, այս տեսանյութից հետո հաստատ շատերը կգնան հետ նայելու այդ ֆիլմը, որպեսզի էլ ավելի տպավորիչ լինի։